Ողջույն բոլորին։ 2025 թվականի մայիսը կբերի ֆինանսական հաջողություններ եւ բարգավաճում։ Pavel Globan նշել է կենդանակերպի 5 հաջողակ նշանների։ Այս տարվա մայիսը զարմանալի շրջան է լինելու։ Փորձագետը կարծում է, որ այս ամսվա էներգիաները հիմնականում դրական կլինեն մեզանից յուրաքանչյուրի համար։ Բախտը կլինի նրանց կողքին, ովքեր բաց չեն թողնում նոր հնարավորությունները։ Կենդանակերպի 5 նշանի ներկայացուցիչներ կարող են բռնել բարգավաճման ճանապարհը։ Այս մարդիկ կբարելավեն իրենց ֆինանսական վիճակը, նրանք կարող են մեծ առաջընթաց ակնկալել իրենց բոլոր ջանքերում, իսկ դուք բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք ավելի հետաքրքիր տեսանյութերը եւ աջակցեք մեր ալիքին։ Այսպիսով սկսեցինք։ Խոյ, ձեզ նոր հեռանկարներ են սպասվում։ Ձեր գաղափարներն ու նախագծերը հետաքրքիր են դառնում ուրիշների համար։ Բոլոր հարցերում պետք է ավելի հաճախ նախաձեռնություն ցուցաբերեք։ Ոչինչ մի հետաձգեք ավելի ուշ։ Եթե որոշել եք փոխել ձեր գործունեության ոլորտը, դա ձեզ համար դրական կլինի։ Հնարավոր են մեծ դրամական մուտքեր եւ հաջող գործարքներ։ Պետք չէ խուսափել պատասխանատվությունից։ Ցուլ, դուք կստանաք հենց այն, ինչին միշտ արժանի եք եղել։ Ձեզ շատ հաճելի եւ նույնիսկ կայուն ժամանակ է սպասվում։ Ակտիվորեն կներգրավվեք նոր նախագծերում։ Հնարավոր են մեծ դրամական մուտքեր եւ բոնուսներ։ Դուք կկարողանաք ճիշտ կառավարել ձեր ռեսուրսները։ Երկվորյակներ, դուք նյութական բարեկեցության շեմին եք։ Դուք կկարողանաք մի շարք շահավետ գործարքներ կնքել։ Հնարավոր է եկամտի նոր աղբյուրներ ունենաք։ Փորձեք զբաղվել ստեղծագործական գործունեությամբ։ Նոր ծանոթությունները մեծ հեռանկարներ են բացում ձեզ համար։ Վստահեք ձեր ինտուիցիային։ Ջրհոս, դուք դառնում եք ավելի ինքնավստահ եւ ստեղծագործ։ Փոխեք ձեր մոտեցումը այն ամենի նկատմամբ, ինչ անում եք։ Համագործակցության հետաքրքիր առաջարկներ կստանաք։ Պետք չէ հրաժարվել։ Կատարված նախագծերի համար հնարավոր են դրամական եկամուտներ։ Արյուծներ, ցույց տվեք ձեր կառավարման հմտությունները։ Դուք հեշտությամբ կներգրավվեք ազդեցիկ մարդկանց ձեր շրջապատ։ Ձեր բոլոր ջանքերն աննկատ չեն մնա։ Այնուամենայնիվ, դուք չպետք է ինքներդ ձեզ շատ բարակ տարածեք։ Ձեր առաջնահերթությունները սահմանեք ամսվա սկզբին։ Դե ինչ հնարավորում են կենդանակերպի այս նշաններին հետաքրքիր մայիս ունենալու կապակցությամբ։ Շարժվելով առաջ, ձեր ուշադրությանը կներկայացնենք կենդանակերպի 5 նշանների, որոնց խոսքերը միշտ իրականանում են։ Երբևէ հանդիպել եք մեկին, ում խոսքերը կարծես թե ձևավորում են իրականություն։ Այն մարդիկ, ովքեր ասում են կտեսնես, դա կլինի եւ հետո ինչպես կախարդանք դա տեղի է ունենում, նրանք ասես իրադարձությունները կանխատեսելու կամ նույնիսկ երևակայելու թաքնված ունակություն ունեն։ Աստղաբանությունը ասում է, որ կենդանակերպի որոշ նշաններ ավելի հավանական է, որ այս շնորհը ունենան։ Անկախ նրանից, թե դա նրանց բուռն ինտուիցիան է, թաքնված օրինաչափությունները նկատելու կարողությունը կամ բացահայտ նպատակասլացությունը, այս 5 նշաններն ունեն իրենց խոսքերը գործի դնելու արտասովոր ունակություն։ Նրանք կարող են ոգեշնչել, զգուշացնել կամ նույնիսկ ձևավորել ապագա։ Եկեք ծանոթանանք այս բառերի կախարդների բնավորության զարմանալի գծերին։ Կարիճներ։ Կարիճներին հաճախ սխալ են հասկանում, բայց մի բան հաստատ է՝ նրանց ինտուիցիան ածելիի պես սուր է։ Այս մարդիկ ուշադրության վարպետներ են, որոնք կարող են զարմանալի պարզությամբ տեսնել մարդկանց եւ իրավիճակները։ Նրանք կարող են պատահաբար մեկնաբանել։ Ես այնպիսի զգացում ունեմ, որ դա տեղի է ունենալու։ Հետևանքները կանխատեսելու նրանց կարողությունը բխում է մարդկային էության խոր ըմբռնումից։ Կարիճները բնական դետեկտիվներ են, որոնք միասին հավաքում են նուրբ նշանները, որոնք ուրիշները բաց են թողնում։ Այս հմտության շնորհիվ նրանք գրեթե մարգարեներ են թվում։ Բայց զգույշ եղեք, նրանց ազնվությունը կարող է վնասել։ Զարմանալի չէ, որ կարիճներին հաճախ նկարագրում են որպես ուժեղ եւ խորհրդավոր։ Նրանց խոսքերին չի կարելի անլուրջ վերաբերվել, թերևս դա է պատճառը, որ շատ մարդիկ նրանց հանդեպ ակնածանքի եւ վախի խառնուրդ են զգում։ Աղեղնավոր։ Աղեղնավորը արկածախնդիր է, բայց թույլ մի տվեք, որ նրանց ազատամիտ էությունը ձեզ հիմարացնի։ Նրանք աներևակայորեն կապված են իրականության հետ։ Աղեղնավորները լավատեսության եւ գործնականության յուրահատուկ համադրություն ունեն։ Երբ ասում են, որ ինչ-որ բան տեղի կունենա, դա հազվադեպ է հիմնված ֆանտազիայի վրա։ Ընդհակառակը դա հաստատվում է փաստերով, տրամաբանությամբ եւ փորձով։ Աղեղնավորները մյուսներից տարբերվում են գործերը վերջին հասցնելու կարողությամբ։ Եթե բան են խոստացել, վստահ եղեք, որ կկատարեն այն։ Հենց այս հուսալիության պատճառով է, որ նրանց խոսքերը հաճախ
հաճախ կշիռ են ունենում։ Աղեղնավորները նաև միտումների և օրինաչափությունների խորը զգացողություն ունեն, ինչը նրանց օգնում է կանխատեսել արդյունքներ, որոնք ուրիշները կարող են չնկատել։ Զարմանալի չէ, որ նրանց վստահությունն իրենց կանխատեսումների նկատմամբ հաճախ հանգեցնում է նրան, որ նրանք ճիշտ են դուրս գալիս։ Կույսերը բացարձակ ռեալիստներ են, հայտնի լինելով իրենց բծախնդրությամբ, նրանք չմտածված հայտարարություններ չեն անում։ Եթե կույսը ինչ-որ բան է ասում, կարող եք վստահ լինել, որ դա հիմնավորվում է ուշադիր դիտարկմամբ և վերլուծությամբ։ Նրանք տեսնում են մանրամասներ, որոնք ուրիշները բաց են թողնում, ինչը թույլ է տալիս նրանց կանխատեսել արդյունքները զարմանալի ճշգրտությամբ։ Կույսերը գրեթե արտասովոր կարողություն ունեն զգալու, երբ ինչ-որ բան այն չէ։ Նրանց նուրբ բնածները հաճախ զգուշացնում են նրանց վտանգի կամ խնդիրների մասին, նախքան դրանք առաջանալը։ Սա ստիպում է նրանց կանխատեսումներին մարգարեական թվալ, թեև իրականում դա տրամաբանության և ինտուիցիայի համադրություն է։ Կույսի խոսքերը հազվադեպ են անլուրջ, նրանք չեն խոսում, քանի դեռ համոզված չեն, թե ինչ են ասում։ Այսպիսով, երբ նրանք խորհուրդներ են տալիս կամ կիսվում իրենց մտքերով, ուշադիր լսեք։ Այդ ամենը կարող է ձեզ շատ պետք գալ։ Ձկները կարող են հանգիստ և զուսպ թվալ, բայց թույլ մի տվեք, որ նրանց նուրբ պահվածքը ձեզ մոլորեցնի։ Նրանք ապագան գուշակելու անսովոր ունակություն ունեն։ Այս երասկոտ ջրային նշանը սերտորեն կապված է ինտուիցիայի և զգացմունքների հետ, որոնք հաճախ տանում են նրանց ապշեցուցիչ ճշգրիտ եզրակացությունների։ Երբեմն նրանց կանխատեսումները գալիս են պատահական մեկնաբանությունների տեսքով, իսկ երբեմն էլ վառ երազների միջոցով, որոնք կարծես հաղորդագրություններ են այլ աշխարհից։ Ձկները հայտնի են իրենց խորը երևակայությամբ և զգայունությամբ, ինչը թույլ է տալիս որսալ իրենց շրջապատող նուրբ էներգիաները։ Այծեղչյուր։ Ունենալով մեծ կարգապահություն և գործնական միտք, այծեղչյուրները ոչ միայն կանխատեսում են ապագան, այլև ձևավորում են այն։ Երբ այծեղչյուրն ասում է, որ ինչ-որ բան տեղի կունենա, դա սովորաբար նշանակում է, որ նա արդեն գծել է այն քայլերը, որոնք կհանգեցնեն դրան։ Այս երկրային նշանը հայտնի է իր ուժեղ ինտուիցիայով և ռազմավարական մտածողությամբ։ Այծեղչյուրները կերպարների և իրավիճակների հիանալի դատողներ են, հաճախ հստակ գիտեն, թե ինչ և երբ սպասել։ Պատահական չէ, որ նրանց խոսքերը հաճախ կրում են մարգարեության ծանրություն, նրանք մեծ ջանքեր են գործադրում համոզվելու համար, որ ճիշտ են։ Դե ինչ այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, իսկ դուք չեք մոռանում բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին առաջիկայում սպասվող ավելի հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու համար։